Երկու կարծիքի ելույթ ունենամ, թե չունենամ, առաջուց ուզում էի ունենալ, հետո ասեցի չունենամ, բայց հիմա նորից անպայման պետք է ունենամ, ընդհանրապես ես թելադրվում եմ մի վերուստ, ոչ թե մտքով եմ մտածում, այլ հոգեպես եմ մտածում, հոգիս ինչ թելադրում է նրանում։ Ճիշտ ասած, ես կան իմ առողջական խնդիրների հետ կապված դաժին ընտանիքի հետ ես երկար չեմ քննարկել, որովհետև մինչև ես այդ աստիճան չլինի, բժշկի չեմ տենում, հավանական է դա մեր հայկական մենտալիտետն է, որը կարող է եւ սխալ է, կարող է կողմից էլ ճիշտ է։ Գիտեք, հիմա ես դրան չեմ ուզում անդրադառնալ։ Ճիշտ ասած, մինչև ինձ կալանավորելուց հետո իմ վրա 4 քրեական գործ հարուցեցին։ Հիմա երկու գործը, ուրեմն փակվել է, որը կայանում է նրանում, որ ես այստեղ դատարանի առջև ասել էի, որ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դաշինք կնքի ռուս-բելորուս միության հետ, համար առաջի խնդիրը դա է եղել, եւ ես 102 բազայի վերաբերյալ ասում եմ, որ պետք է անպայման մենք ինչ որ պահել ենք մեր պապական դարավոր 200 տարի այդ հարաբերությունները, եւ եթե կարող ենք ընդուլ Եվրոմիության հետ դաշինք ընկել կամ չինական այդ բանի հետ էլ դաշինք ընկել, ուրեմն դա նպաստեց արագ կարգով, որպեսզի ինձ ուրեմն կալանավորեն։ Իմ այսօրվա այս ամեն ինչը քաղաքական պատվեր է, բարձրաձայնում եմ ևս մեկ անգամ։ Մեղադրող կողմը, որ ներկայացնում է, թե վկաների անուններ է տալիս, չկա մի վկա, չկա մի հողածին, որ ինձ հետ քննարկել է, ինձ հետ պայմանավորվել է, ինձ հետ հեռախոսով խոսել է, ինչ որ երկու հոգի իրար հետ խոսում են, որը դատարանում կանգնում ասում եմ մի բան կա պայմանավորվելու, երբ որ վկան եկավ դրա վերաբերյալ, հիմա չեմ ուզում դրան անդրադառնալ, դրա վերաբերյալ ես անպայման իմ խոսքը կասեմ, թե մենք ինչ նկատի ունեցել ենք մենք։ Ինչ մնում է նկարիչի հետ կապված Այո, այո։ Ինչ մնում է նկարիչի հետ կապված, նկարիչը եկել նկարել ամենափրկիչը, գումարները ստացել է, գնացել է, դա հետ կապ չունի։ Ես ուղղակի խոսքերի մեջ այսպիսի մի բան եմ ասում, որ ես ոչ թե միլիարդեր եմ, ավելցուկից եմ արել, այլ արել եմ վերջինով եմ արել, որովհետեւ այդ խոսակցությունը շատ տեղեր ես միշտ խոսում եմ, իսկ եթե դրանից որ փաստեր է հայտնաբերվել, որ Ղուկասյանի չգիտեմ ինչ որ կաբինետից փաստաթղթ այդպիսի բան չկա, ինչ մնում աբորենի շինությունների համար, այո գրել եմ եւ վարչապետին, որ Գյումրիում 10,000 աբորենի շինություններ կա, եւ այսօր էլ իրենք որոշումը կայացրել են, որ մի տարի երկարացկել են։ Ինչ մնում է այդ շենք շինության համար, մի բան կարող եմ ասել, պետք է դատել նրանց, ովքեր մինչև այսօր թույլտվություն չեն տվել, որ այս մարդիկ այդ շինությունը կառուցեն, որովհետև ոչ ճարտարապետական տեսք է խաթարում, ոչ քաղաքի տեսք է խանգարում, այլ մարդը ներդրում է արել քաղաքի համար։ Դրա եղբորը մի հեկտար հող եմ տվել, կանչեք հարցրեք մի կոպեկ փող, ինչ կոկա-կոլա պատիվ տվել է, կամ ասենք այդ տարածքը որ վերցրել են, ես այն ժամանակ 12 թվականը վաճառել էի Արամ Խաչատուրյանին, Հիսուսի Բեյրութի տղային էի վաճառել, 15 հատ խնարկներ են հեռացրել, որ մարդը այդ շենքշինություն պիտի կառուցել, հետո մեկը մյուսի հետ վաճառել են, այսօր շենքշինություն էին պիտի կառուցել։ Ես եկել եմ քաղաք այն ժամանակվանից մինչև այսօր ասում եմ, քաղաքը պետք է կառուցվի, որովհետև աղետ տեսած քաղաքի 90%-ով խլված եղել ամեն ինչը։ Եվ այսօր որ մտնում եք Գյումրին ուրախանում եք հայրա քաղաքը, որ մտնում եք տեսնում եք, բոլորի տակ է գրված է Վարդան Ղուկասյան եւ ուրեմն հատկացումը եւ ավարտական ակտերը։ Եվ դրա համար արժանացել եմ Հայաստանի Հանրապետության բոլոր մետաղ շքանշաններին բացի հերոսի։